Բարև ձեզ, Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է եւ մեր տաղավարում է Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Մեր զրույցը սկսենք մեր հարևաններից, գիտեք, որ արդեն մի քանի օր է Իրանը բանակցություններ է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման կամ պատերազմի հետևանքները չեզոքացնելու վերաբերյալ այդ բանակցությունները թեև հարթ չեն ընթանում, կան փոխադարձ սպառնալիքներ, բայց կան նաև առաջընթաց, օրինակ բացվեց Հորմուզի նեղուցը, այնուամենայնիվ ձեր կարծիքով իսկապես արդեն կվերականգնվեն այս բանակցությունները կօգնեն, որ վերականգնվեն կան դրան են տանում, որ այդ երկու երկրները Իսրայելի հետ իհարկե միասին վերականգնեն կամ կարգավորեն հարաբերությունները։ Տեսեք, միանշանակ գնահատականներ տալը իրոք բավականաչափ բարդ է, բայց իմ կարծիքով եթե խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, իսկ դա ինչ է նշանակում։ Դա ենթադրում է առաջին հերթին միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն, Իրանի Մերձավոր Արևելքում տարբեր ուժերին ցուցաբերվող աջակցության խնդրի կարգավորում, հեռահար հերթիռների հարցի կարգավորում, ապա մի փոքր բարդ է պատկերացնել, որ առաջիկա 60 օրում այս բոլոր հարցերը իրենց լուծումները կգտնեն։ Հետևաբար ես չէի բացառի, որ այս 60 օրվա հուշագիրը, որը ստորագրվեց, այսպես կոչված Իսլամաբադի հուշագիր, այն կարող է երկարացվել եւ ոչ մեկ անգամ, այսինքն կլինեն բանակցություններ, կանցնի 60 օր եւ հուշագիրը կերկարաձգվի։ Չեմ կարծում, որ Թրամփը նորից փորձի վերադառնալ լայնածավալ պատերազմին, որտեղ ակնհայտ է, որ վերջին գոնե 2.5 ամսում, սկսած ապրիլի 7-8-ից, երբ զինադադար հաստատվեց, Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են, որպեսզի այս պատերազմից դուրս գան։ Հիմա չեմ կարծում, որ նորից կցանկանան մտնել պատերազմի մեջ, բայց եւ բոլոր հարցերի կարգավորումն էլ շատ բարդ է պատկերացնել, որ հնարավոր է։ Վերջին հաշվով սրանք հարցեր են, որոնք արդեն 47 տարի այս կամ այն ձևաչափով քննարկվում են, եւ եթե հարցերը չեն լուծվում 47 տարիների ընթացքում, ենթադրել, որ դրանք կարող են լուծվել 60 օրվա ընթացքում, մի փոքր լավատեսական է։ Բայց իմ գնահատմամբ լայնածավալ նոր բախում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ կարծում եմ մենք դեռ երկար ժամանակ չենք տեսնի, գուցե առնվազն առաջիկա ամիսներին կամ չեմ բացառում ընդհանուր մինչեւ նախագահ Թրամփի պաշտոնավարման ավարտը, որը գիտենք ավարտվում է 2029 թվականի հունվարի 20-ին։ Ամեն դեպքում իհարկե ոչ 60 օրվա ընթացքում, այլ առաջիկա ամիսների կամ գուցե եւ տարիների ընթացքում, բայց արդյոք կկարգավորվեն գրեթե վերջնականապես ձեր նշած այդ տասնամյակներ տևող այդ լարվածությունը արդեն հնարավոր կլինի կարգավորել եւ ունենալ նորմալ հարաբերություններ։ Քիչ թե շատ նորմալ հարաբերություններ։ Տեսեք, եթե միայն Միացյալ Նահանգները եւ Իրանը լինեին, ապա թերևս դա հնարավոր էր, որովհետեւ կարծես թե կենսական շահերի ուղղակի բախում չկա։ Բայց մենք չպետք է մոռանանք Իսրայելի մասին։ Իսկ Իսրայելի համար Իրանի ներկայիս վարչակարգը, այս Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ կրոնապետությունը դա, այսպես ասենք, կենսական սպառնալիք է։ Հետևաբար Իսրայելը անելու է ամեն ինչ, որպեսզի գործող համակարգը տապալվի։ Եվ քանի դեռ Իսրայելը հակված է անելու ամեն ինչ, որպեսզի գործող համակարգը տապալվի, եւ քանի դեռ Իսրայելը ունի ազդեցության զգալի միջոցներ ներգործելու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, ապա հարաբերությունների ամբողջական կարգավորում ես բարդ եմ պատկերացնում, թեկուզ ԱՄՆ-Իրան, որտեղ նորից եմ ասում, մենք չպետք է մոռանանք, որ մենք գործ չունենք զուտ երկկողմ հարաբերությունների հետ։ Սա եռանկյուն է, եւ եռանկյան երրորդ կողմը Իսրայելը ունի զգալի ազդեցություն Միացյալ Նահանգների վրա, եւ նորից եմ ասում, Իսրայելի համար Իրանի ներկայիս վարչակարգը, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետության գոյությունը անընդունելի սպառնալիք է։ Հետևաբար, քանի դեռ կա Իրանի Իսլամական Հանրապետություն, կարծում եմ մենք Իսրայելը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանրապետությունը կամ այդ վարչակարգը տապալվի, հետևաբար մենք դժվար թե Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղություն ունենանք։ Դեռ չեմ ցանկանում խոսել պաղեստինցիների հարցի վերաբերյալ, որը մի առանձին թեմա է։ Եվ նորից հղի է, այսպես ասենք, խնդիրներով, խնդիրներով, սրացումներով։ Ամեն դեպքում լավագույն սցենարը, որը կարող է լինել վերադարձ յետպատերազմական իրավիճակին, յետպատերազմական ասելով միայն նկատի չունեմ այս տարվա երկրորդ պատերազմը, այլ նաև անցած տարվա պատերազմը, թե շատ ավելի հեռուն կարող են գնալ դրական իմաստով։ Տեսեք, նայած ում համար լավագույն սցենար։ Իսրայելի համար լավագույն սցենարը դա Իրանի Իսլամական Հանրապետության ոչնչացումն էր,
չգիտեմ, Իրանը երկրորդ Սիրիա կամ Լիբիայի վերածելը, որտեղ չկա կենտրոնացված պետություն, առանձին ինչ-որ խմբավորումներ են առաջանում, ստեղծվում է քաոս, քաղաքացիական պատերազմ, սով եւ այլն։ Լավագույն սցենար Իսրայելի համար։ Իրանի համար թերևս սա է լավագույն սցենարը, որովհետեւ Իրանը ցույց տվեց, որ ի վիճակի է դիմադրել տարածաշրջանային ռազմական հեգեմոնի եւ գլոբալ ռազմական հեգեմոնի համատեղ հարձակմանը, ոչ միայն դիմադրել, այլև հաջողությամբ դիմադրել, եւ հիմա ակնհայտ է, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում ավելի մեծ է, քան 2025 թվականի հունիսին, որտեղ տեսեք, եթե մենք նայում ենք վերջին տարիները մինչև 2025 թվականի հունիս, ապա Իրանի ազդեցությունը աստիճանաբար նվազում էր։ Սիրիայում Իրանի դաշնակից Ասադի վարչակարգը տապալվեց։ Իսրայելը լուրջ հարվածներ հասցրեց Հեզբոլլահին եւ Համասին, որոնք Իսրայելի կարևոր դաշնակիցներն էին տարածաշրջանում։ Բուն Իրանի տարածքում սպանվեցին մի շարք բարձրաստիճան զինվորականներ եւ այլն։ Եվ օրինակ եթե մենք զրուցեինք 2025 թվականի մայիսին, ապա անկալումը հետեւյալն էր, որ աստիճանաբար Իրանը բռնել է թուլացման ճանապարհը։ Եվ ի վերջո գուցե սա կավարտվի նրանով, որ Իսլամական Հանրապետությունը կոչնչացվի։ Եվ չեմ բացառում, որ Իսրայելում նույնպես նման գնահատականներ ունեին, դրա համար էլ ամեն ինչ արեցին, որպեսզի Միացյալ Նահանգներին բերեն ուղակի Իրանի դեմ պատերազմի, մտածելով, որ սա լավագույն առիթն է, այսպես ասենք, Իրանի հետ հարցերը վերջնականապես լուծելու համար։ Բայց, ինչպես ասում են, դրանք սխալվեցին։ Հիմա Իրանը ավելի ազդեցիկ դիրք ունի, ինչպես ես նշեցի, քան մինչև 2025 թվականի հունիսը, այնպես որ Իրանի համար ստեղծված պայմաններում գուցեև սա լավագույն սցենարն է։ Եթե նայում ենք Միացյալ Նահանգների տեսանկյունից, ապա նույնիսկ բարդ է ասել արդյոք Միացյալ Նահանգների համար Իրանը նոր Լիբիայի վերածելը լավ սցենար էր թե ոչ, որտեղ դա կնշանակեր երկարաժամկետ տարածաշրջանային քաոս, բայց այս վիճակն էլ, այսպես ասենք, Միացյալ Նահանգների համար ինձ թվում է ընդունելի սցենար է։ Այսինքն նրանք հաջողության չհասան, բոլորն են դա հասկանում, սակայն ասել, որ Միացյալ Նահանգները պարտվել է, դա էլ բարդ կլինի, ռազմական առումով չի պարտվել, թերևս ես կձևակերպեի Միացյալ Նահանգները ռազմական առումով չի պարտվել, տանուլ է տվել պատերազմը, առնվազն այս 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված պատերազմը։ Եվ հիմա փորձում է քիչ կորուստներով դուրս գալ, հետեւաբար այնինչ հիմա ենք մենք տեսնում, եւ ես նշեցի, որ երևի թե համապարփակ համաձայնագրի կողմերը երկար ժամանակ չեն հասնի, բայց այս հուշագիրը անընդհատ կարող է երկարաձգվել 60 օր գումարած, 60 օր գումարած 60 օր։ Այո, սա Միացյալ Նահանգների համար ընդունելի սցենար է։ Հետեւաբար Իրանի համար սա լավ սցենար է, Միացյալ Նահանգների համար ընդունելի սցենար է, Իսրայելի համար վատ սցենար է։ Որտեղ նորից եմ ասում, վերջին տարիներին Իսրայելը հասել էր նրան, որ Իրանը գնալով թուլանում էր, հիմա 2025-ի հունիսից հետո այս ողջ գործընթացների հետևանքով, այս 1 տարվա, հիմա Իրանը այս ամեն ինչի դուրս եկավ ավելի ազդեցիկ, այսինքն հիմա Իրանի ազդեցությունը գնալով ավելանում է։ Պարզ է, որ սա Իսրայելի համար անընդունելի սցենար է։ Գիտենք, որ այնտեղ առաջիկա ամիսներին խորհրդարանական ընտրություններ են, անկախ նրանից Նետանյահուին կհաջողվի պահպանել իր պաշտոնը, թե այնտեղ կգան այլ ուժեր, պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարցում Իսրայելում կա հստակ կոնսենսուս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դա կենսական սպառնալիք է Իսրայելի շահերի համար։ Հետևաբար Իսրայելը շարունակելու ամեն ինչ անել, որպեսզի իր համար այս վատ սցենարը փոխի։ Շատ լավ, ու շատ հետաքրքիր է այս իրավիճակի ազդեցությունը Հայաստանի վրա։ Իրանը մեր սահմանակից բարեկամ երկիրն է, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ, հարաբերությունները ավելի խորանալու միտում ունեն եւ շատ կարեւոր է այդ առումով մեզ համար, թե ինչ հարաբերություններ կունենան Ամերիկան եւ Իրանը։ Ինչ ազդեցություն կունենա, եթե իսկապես դրականի գնա կամ այս իրավիճակը արդեն այս նոր մի ավելի նոր իրավիճակը Հայաստանի վրա եւ բնականաբար մեզ շատ կհետաքրքրի թրիպի վրա։ Տեսեք, նախ Միացյալ Նահանգների հետ մենք նույնիսկ համապարփակ ռազմավարական համագործակցություն ունենք, որտեղ ռազմավարական համագործակցության հուշագիր ստորագրվեց 2025-ի հունվարին դեռ Բայդենի վարչակազմի հետ, իսկ երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այստեղ էր մայիսի 26-ին 2026 թվականի արդեն ստորագրվեց համապարփակ ռազմավարական համագործակցության հուշագիր, եւ եթե երկու տեքստերը նայեք, այնտեղ զգալի տարբերություններ կան։ Տարբեր ոլորտներում շատ ավելի խորքային եւ ինտենսիվ համագործակցություն է սպասվում։ Հիմա ինչ է նշանակում ներկա իրավիճակը, եթե ընդունենք, որ չկա համապարփակ համաձայնագիր, բայց չկա նաեւ պատերազմի վերսկսում եւ այս հուշագիրը 60 օրյա կարող է երկարաձգվել, այսպես ասենք, բազմաթիվ անգամներ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար եւ ինչ է նշանակում թրիպի համար։ Հայաստանի համար կարծում եմ սա դրական է,
որտեղ ամեն դեպքում Իրանի տապալումը, Իրանը երկրորդ Սիրիայի կամ Լիբիայի վերածելը Հայաստանին ոչ մի լավ բան չէր խոստանում։ Առնվազն դա նշանակելու էր, որ տարածաշրջանում Թուրքիան գրեթե անսահմանափակ հնարավորություններ է ստանալու, հատկապես որ Ռուսաստանը շարունակում է խրված մնալ ուկրաինական պատերազմում եւ, ինչպես ասում են, թունելի վերջում դեռևս լույս չի երևում։ Իսկ իմ գնահատմամբ գոնե Հարավային Կովկասում Թուրքիայի բացարձակ հեգեմոն դառնալը որևէ կերպ չի կարող դրական համարվել Հայաստանի շահերի տեսակետից։ Սակայն այստեղ կա նաև թրիփի գործոնը։ Տեսեք, երբ 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրվեց Վաշինգտոնի հռչակագիրը, Իրանի երկու տիպի արձագանքներ լսվեցին։ Արձագանք 1՝ նախագահի ապարատ եւ արտաքին գործերի նախարարություն։ Այնտեղ արձագանքը, այսպես ասենք, որոշակի փափուկ էր։ Նշվում էր, որ իհարկե կա մտահոգություն ամերիկյան ներգրավվածության հետ կապված, բայց նաև ասվում էր, որ եթե սա բերելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, սա բերելու է տարածաշրջանում կայունության հաստատմանը եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ապա Իրանը գոհ է։ Նորից եմ ասում, սա նախագահի եւ արտաքին գործերի նախարարության արձագանքն էր։ Բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձանց կամ այսպես ասենք առավել արտաքին քաղաքականության կոշտ դիրքորոշման կողմնակից անձանց գնահատականը, օրինակ նախկին հոգևոր առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վելայաթի արձագանքը, որը դեռ 90-ականներին արտաքին գործերի նախարար էր, շատ ավելի կոշտ էր, որ Իրանը թույլ չի տա որևէ միջանցք, որ այդ միջանցքը կդառնա ամերիկյան վարձկանների գերեզման, որ սա ոչ թե Զանգեզուրի միջանցք է կամ թրիփ, այլ սա թուրանական միջանցք է, ՆԱՏՕ-ի միջանցք է եւ այլն։ Հիմա բոլոր այն վերլուծաբանները Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական միությունում, Չինաստանում, Հնդկաստանում, ովքեր նեղ մասնագիտորեն զբաղվում են Իրանով, ունեն մեկ ընդհանուր գնահատական, որ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված պատերազմի հետևանքով Իրանում իսլամական հեղափոխությունների կորպուսի պահապանների դերը արտաքին քաղաքական որոշումների ընդունման գործընթացում էականորեն ավելացել է, կախված մի շարք գործոններից։ Հետաբար մենք կարող ենք ենթադրել, որ եթե այդ մարդիկ կամ այդ շրջանակները բավականաչափ կոշտ էին արտահայտվում թրիփի վերաբերյալ դեռ 2025 թվականի օգոստոսին, եւ հիմա այդ մարդիկ շատ ավելի մեծ ազդեցություն ունեն արտաքին եւ անվտանգային քաղաքականության մշակման վրա, ապա տրամաբանությունը թույլ է տալիս պնդել, որ Իրանի դիրքորոշումը կարծում եմ թրիփի նկատմամբ ավելի կկոշտանա։ Առնվազն թրիփի այս տեսքով, այս տեսք ասելով նկատի ունեմ այն փաստաթուղթը, այդ պայմանագիրը, որը գիտեք, ստորագրվեց կամ նախաստորագրվեց մայիսի 26-ին, հետո էլեկտրոնային ստորագրվեց արդեն հունիսի սկզբին։ Ինչն է մտահոգում Իրանին, հատկապես որ այդ փաստաթղթում Իրանի մտահոգություններին սնուցող ինչ-որ մեծ բաներ չկան այն առումով, որ նրանք մտածում էին ինչ-որ ռազմական, զինված կամ ինչ-որ հետախուզական ներկայացուցչություն, չէ, այդ հատվածում թաքնված, բայց դա կարծեք թե չկա, չէ։ Տեսեք, եթե փորձենք նայենք Իրանի տեսանկյունից, այնտեղ կա մեկ բան, որ ստեղծվում է TRIP զարգացման կազմակերպություն, այդ TRIP Development Company, TDC, որի 74% բաժնետերը Միացյալ Նահանգների կառավարությունն է լինելու, հանձնից այդ միջազգային ֆինանսական կորպորացիայի, բայց Միացյալ Նահանգների կառավարությունը, որը առնվազն 49 տարով ստանալու է բացառիկ իրավունքներ այդ TRIP-ի հատվածը զարգացնելու համար։ Շեշտում եմ, կազմակերպություն, որի 74%-ի բաժնետեր Միացյալ Նահանգների կառավարությունն է, երկրորդ ստանալու է առնվազն 49 տարով բացառիկ իրավունքներ Հայաստան-Իրան սահմանի անմիջական երկայնքով, այսինքն սահմանից բառից բուն իմաստով տասնյակ կամ մինչև 100 մետր հեռավորության վրա ստանալու է բացառիկ իրավունք գործունեություն իրականացնելու։ Գործունեություն դա նշանակում է երկաթուղու շինարարություն, ավտոճանապարհների շինարարություն, էլեկտրահաղորդման գծերի շինարարություն, տեսականորեն գազանուղերի շինարարություն եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդ խնդիրը, գիտեք, որ ներդրվելու է այսպես կոչված դիմացի օֆիս, հետևի օֆիս կամ այդ ֆրոնտ օֆիս, բեք օֆիս հատվածը, եւ այնտեղ նաեւ գրված է, որ այո, Հայաստանը պետք է դիտարկի այդ ֆրոնտ օֆիսի համար մասնավոր ընկերությունների ներգրավում։ Եվ դա նաեւ արվում է բավարարելու համար Ադրբեջանի այն պահանջը, որ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով անցնելիս ստուգումների ժամանակ չպետք է ֆիզիկապես առնչվեն հայերի հետ։ Ես կարող եմ ենթադրել, որ երբ խոսքը գնում է մասնավոր ընկերությունների մասին, ամենայն հավանականությամբ դրանք գուցե կլինեն օտարերկրյա ընկերություններ եւ
այդ մարդիկ ովքեր ֆիզիկապես շփվելու են ադրբեջանցիների հետ, նկատի ունեմ, չգիտեմ, վերցնելու են անձնագիրը, կնիք են դնելու կամ չեն դնելու կամ եւ այլն, ազգությամբ հայեր չեն լինելու։ Բայց Իրանի տեսակետից ցանկացած մասնավոր կազմակերպություն, նույնիսկ եթե դա լինի, չգիտեմ, Կոնգոյի ժողովրդական հանրապետությունից, Ֆիլիպիններից կամ Չիլիից, եւ այնտեղ լինեն այսպես ասենք այդ մասնավոր կազմակերպության ներկայացուցիչներ, բոլորովին պարտադիր չի, որ նրանք լինեն Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Սակայն Իրանի տեսակետից դա արդեն նշանակում է անվերահսկելի ներկայություն Հայաստան-Իրան սահմանում, որտեղ շատ դժվար է Իրանին համոզել, որ օրինակ նույն այդ ենթադրաբար ֆիլիպինյան, չիլիական կամ նույնիսկ լեհական ընկերությունը իրականում կապված չի լինելու ամերիկյան որոշակի ծառայությունների հետ։ Այսինքն նույնիսկ եթե իրականում էլ կապված չլինի, Իրանին դժվար է դա համոզել։ Իսկ ինչի պետք է կապված չլինի, երբ որ 74% սեփականատերը Ամերիկան է, դա արդեն իրողություն է, չէ, դեպքում շատ տրամաբանական է, որ կարող է եւ կապված է լինել։ Առնվազն դա դժվար է բացառել, հիմա ես քանի որ դետալներին չեմ տիրապետում, կանգնած են, ստուգում են, անձնագրերը նայում են, չէ, տեսեք, Իրանի համար ցանկացած կա նաեւ հայկական կողմը, ի վերջո վերջնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունները բազմիցս էլ ասել են, որ իրենք են, իրենց անհամաձայնությունը կամ համաձայնությունն է գերակա լինելու։ Տեսեք, այստեղ մենք երկու տարբեր բաների մասին ենք խոսում։ Այո, ըստ այդ պայմանագրի Հայաստանի համապատասխան մարմինները, թեև գործելու են back office-ի տարբերակում, սակայն նրանց է իրավունք վերապահվելու ընդունել վերջնական որոշում։ Տվյալ անձը կամ տվյալ բեռը իրավունք ունի հատել Ադրբեջան-Հայաստան սահմանը, մտնել Սյունիք եւ այնուհետեւ հատել Հայաստան-Նախիջևան սահմանը, մտնել Նախիջևան։ Այո, վերջնական որոշումները ընդունվելու են հայկական պատկան մարմինների կողմից։ Մինչդեռ բուն ֆիզիկական շփումը ամենայն հավանականությամբ կիրականացվի մասնավոր ընկերությունների կողմից։ Այսինքն ինչպես Ադրբեջանը չէր ցանկանում տեսնել հայերի երեսը, այնպես էլ Իրանցին չի ցանկանում, Իրանը չի ցանկանում տեսնել ամերիկացիների երեսը, հա, Իրանի համար նույնիսկ կարևոր չէ, նորից եմ ասում, այնտեղ կարող է լինել Ռուանդայի ինչ-որ կազմակերպություն եւ սևամորթներ ամենայն հարգանքով սևամորթների նկատմամբ, բայց Իրանի տեսակետից ցանկացած ոչ հստակ ներկայություն հայ-իրանական սահմանին, որը կարող է անուղղակիորեն կապ ունենալ, որևէ կապ ունենալ Միացյալ Նահանգների հետ, կամ առնվազն որը չի բացառում որևէ անուղղակի կապ Միացյալ Նահանգների հետ, Իրանի համար արդեն բավականաչափ խնդրահարույց է։ Չմոռանանք, որ Միացյալ Նահանգները դա պետություն է, որը վերջին 8 ամսում 2 անգամ հարձակվել է Իրանի վրա, այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները եւ Իրանը ինտենսիվ բանակցությունների մեջ էին։ Այսինքն Միացյալ Նահանգները բանակցել է Իրանի հետ, հրապարակային հայտարարել է, որ լուծումը շատ մոտ է, եւ հենց բանակցությունների ընթացքում սկսել է պատերազմ 2 անգամ վերջին, ասենք, մոտավորապես 7 ամսում, չէ, հունիս 2025, փետրվար 2026։ Հետեւաբար իմ համար Իրանի, այսպես ասենք, մտահոգությունները բավականաչափ հստակ են եւ հասկանալի եւ նորից եմ ասում, կարծում եմ, որ Իրանը, որ հիմա իրեն ավելի հզոր է զգում, վերջին հաշվով կարողացել է դիմակայել տարածաշրջանի եւ գլոբալ ռազմական հեգեմոնների համատեղ հարձակմանը։ Սա, ինչպես ասում են, քիչ բան չի, մեղմ ասած։ Կարծում եմ Իրանը ունի հնարավորություններ առնվազն այդ թրիփի իրականացման հարցում խնդիրներ առաջացնելու եւ շատ բարդ կլինի հայկական եւ ամերիկյան կողմին, այսպես ասենք, հստակ համոզել կամ հասնել նրան, որ Իրանում 100% բացառվեն բոլոր կասկածները, որ թրիփի այն տարածքները, որոնք ընդգրկվելու են թրիփի մեջ, այդ տարածքներում չի լինելու որևէ ամերիկյան ներկայություն։ Իսկ ցանկացած ամերիկյան ներկայություն, նույնիսկ անուղղակի ներկայություն միջնորդավորված, չգիտեմ, Ֆիլիպինցի, Չիլիայի, Լեհաստանի կամ Ռուանդայի քաղաքացիների հետ կապված, Իրանի համար կարող է խնդրահարույց լինել։ Այնպես որ ես կարծում եմ, որ Իրանի բացասական դիրքորոշումը թրիփի հանդեպ հիմա երևի թե կլինի ավելի կոշտ, քան մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն էր։ Թրիփը կարծեք թե իհարկե գետնի վրա, այսպես ասած, դեռ շինարարություն չկա, բայց թրիփի վերաբերյալ կազմակերպչական այդ աշխատանքները գնալով առաջ են գնում ընդհանուր մինչև այդ հորատման, այսպես ասած, աշխատանքները, ինչ ընդհանուր մինչև տրակտորները կկանգնեն եւ ճանապարհը կսկսեն կառուցել, բայց վերջին շրջանում միգուցե եւ պայմանավորված պատերազմով կամ Ամերիկայի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ Իրանից մեծ մտահոգություններ չեն հնչել։ Ամեն դեպքում կարծեք թե այդ թեման շատ ակտուալ չի այս պահին Իրանի համար։ Տեսեք, ես խորհուրդ կտամ կարդալ 2026-ի մայիսին հրապարակվեց անգլերեն լեզվով Հայաստանում Իրանի դեսպանի հարցազրույցը, ընդ որում հարցազրույցը տրվել էր այդ Երևանյան երկխոսություն գիտաժողովի ժամանակ, այսինքն 2026 թվականի մայիսի սկզբին։ Այն ժամանակ, երբ արդեն պատերազմը դադարեցված էր, բայց դեռևս այս
հուշագիրը չէր ստորագրվել 2026 թվականի մայիսի սկիզբ։ Եվ այնտեղ Իրանի դեսպանը բավականաչափ հստակ գնահատականներ է տալիս եւ հնչեցնում է բավականաչափ հստակ մտահոգություններ, որ այսպես ասենք ցանկացած տարանցիկ ուղի կամ հաղորդակցության ապաշրջափակում պետք է պարտադիր հաշվի առնի տարածաշրջանի պետությունների կենսական շահերը եւ ցանկացած ծրագիր, որը հաշվի չի առնում այդ կենսական շահերը կամ կարող է խնդիրներ ստեղծել հարևան կամ տարածաշրջանային պետությունների կենսական շահերի համար, դա Իրանի համար անընդունելի է։ Այնպես որ ես կարող եմ ասել, որ Իրանի դիրքորոշումը նաև արտահայտվել է այսպես ասենք հրապարակային, ես օրինակ նշեցի այդ դեսպանի հարցազրույցը։ Որ իրանք միշտ Իրանի կենսական շահերը նկատի ունենում են, բայց ես ուզում եմ նաև այդ հարաբերությունների կամ բանակցությունների արդյունքում թրիպի նշանակության վերաբերյալ այլ տեսանկյունից դիտարկենք, այն առումով, որ եթե իսկապես Իրանի ու Ամերիկայի Իսրայելի հարաբերությունները մի փոքր կարգավորվեն եւ Իրանը բաց լինի արդեն արևելք, արևմուտք այդ կապի համար, հյուսիս-հարավ կապի համար, ես ուզում եմ հասկանալ, արդյոք կարող է ինչ որ տեղ չասենք նսեմանալ, բայց ինչ որտեղ շատ մեծ ակտուալություն չունենա թրիպի կառուցումը։ Տեսեք, նայած ում համար, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար միանշանակ ոչ, որտեղ տեսեք Իրանը վաղուց արդեն մի քանի տարի Ադրբեջանին առաջարկել է այդ Արազի միջանցք կամ Արաքսի միջանցքի գաղափարը, որը փաստացի ընդհանրում է նույն բանը, որպեսզի ադրբեջանական բեռները եւ մարդիկ հասնեն Հայաստան-Ադրբեջան սահման Սյունիքի մարզ, բայց Սյունիքի մարզով գնալու փոխարեն պարզապես անցնեն Իրանի տարածք, այդ 50, 40, 50, 60 կիլոմետր անցնեն Իրանի տարածքով եւ այնուհետեւ Իրանից մտնեն Նախիջևան։ Այո, 93 թվականից դա կար, 93 թվականից Ադրբեջանը միշտ էլ ցամաքային կապ Նախիջևանի հետ ունեցել է Իրանի տարածքով։ Պարզապես եթե մինչև 2020 թվականը դենք Իրանի տարածքով պետք է մի քանի 100 կիլոմետր երթևեկեին, հիմա կարող են Իրանի տարածքով ընդամենը 50-60 կիլոմետր երթևեկել։ Եվ Ադրբեջանն էլ ասել է, որ շատ լավ, ինչքան շատ միջանցքներ կամ տարանցման հնարավորություններ, այնքան լավ։ Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի տեսակետից Արաքսի միջանցքը դա համարժեք չէ թրիփին։ Ինչու՞, որովհետեւ Արաքսի միջանցքում չկա ամերիկյան ներկայություն, չկա front office, back office եւ այլն։ Դա լինելու է տարածք, որը ամբողջությամբ գտնվելու է Իրանի վերահսկողության ներքո։ Եվ նույնը Միացյալ Նահանգների տեսակետից։ Եթե թրիփում ամերիկացիները ունենալու են ուղղակի ներգրավվածություն, եւ եթե լսենք ամերիկյան վերլուծաբաններին, հստակ ասվում է, որ թրիփի գլխավոր նպատակներից մեկը հենց ունենալ Ռուսաստանի եւ Իրանը շրջանցող ճանապարհ, որը կենտրոնական Ասիան կապելու է Թուրքիայի եւ Եվրոպայի հետ։ Բնական է, որ ամերիկացիների համար եթե իրենց առաջարկես դե թրիփը մոռացի Իրանի տարածքով գնա, իրենք կասեն հարգելից, բայց թրիփի հիմնական նպատակներից մեկը հենց կենտրոնական Ասիան Թուրքիային կապելն է Իրանի տարածքը շրջանցելով։ Հետևաբար ինչ Արաքսի միջանցքի մասին է խոսքը։ Այդ դեպքում հաղորդակցության ուղիների բազմազանությունը տվյալ դեպքում չի խանգարում եւ ոչ Ամերիկան կհրաժարվի դրանից, հա, կամ կթուլանա դրա կարեւորությունը։ Ասում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համար, նույնիսկ եթե Իրանի տարածքով էլ հնարավոր լինի Ադրբեջանը կապել կամ կենտրոնական Ասիան կապել Թուրքիայի հետ, ընդ որում վերջին հաշվով, եթե խոսում ենք կենտրոնական Ասիայի մասին, այստեղ Ադրբեջանը ընդհանրապես դեր չունի։ Կենտրոնական Ասիան ինքը ցամաքային նույն Թուրքմենստանը Իրանի հետ ունի ցամաքային կապ։ Այսինքն հենց հիմա էլ հնարավոր է Ղազախստանից եւ Թուրքմենստանից բեռները Իրանի տարածքով տեղափոխել Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա։ Նույնիսկ առանց Ադրբեջանի։ Բայց թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե Միացյալ Նահանգների համար թրիփի կարևորությունը չի նվազի, նույնիսկ եթե ընդունենք, որ Իրանի հանդեպ աջամիջոցները կհանվեն եւ այսպես ասենք հնարավոր կլինի Իրանի տարածքով լայնածավալ բեռնափոխադրումներ իրականացնել։ Այդ առումով վաղ է խոսել նաև հյուսիս-հարավ ճանապարհների մասին, չէ՞ որ մենք ոչ վաղ անցյալում ունենք քննարկումներ էին գնում հարավից Իրանի Չաբահար նավահանգստից դեպի Հայաստանով, Վրաստանով դեպի Եվրոպա այդ միջանցքի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին կամ ամբողջացնելու մասին։ Վաղ է խոսել, թե դա էլ կարծեք թե զուգահեռաբար կարող ենք ակնկալել այդ ճանապարհը։ Տեսեք, այդ միջանցքը, այսպես կոչված Պարսից ծոց սևծով միջանցք, ինքը կամ կարող էր անցնել Իրան, Հայաստան, Վրաստան սևծով, բայց առանց երկաթուղու, որտեղ գիտենք, որ ուղղակի երկաթուղային կապ Իրանի եւ Հայաստանի միջև չկա։ Եվ մենք գիտենք, որ Սյունիքում կառուցվում է Քաջարան-Ագարակ ճանապարհը, հետո պետք է կառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը եւ ընդհանրաբար 2031-32 թվականին ավելի հեշտ կլինի Սյունիքի մարզով ճանապարհ անցնել, բայց նորից եմ ասում, խոսքը վերաբերում է մեն ավտոմոբիլային ճանապարհներին։ Եթե խոսում ենք երկաթուղային կապի մասին, գիտենք, որ կա Իրան-Նախիջևան երկաթգիծ եւ կա նաեւ Երազք, Երևան, Գյումրի, Թբիլիսի, Փոթի, Բաթումի երկաթգիծ, այսինքն տեսականորեն հենց հիմա, բառեզբուն իմաստով
հենց հիմա մեկ ամսվա ընթացքում հնարավոր է Իրանը երկաթուղով կապել Վրաստանի Սևծովյան նավահանգիստների հետ, որովհետև երկաթգծերը կան, այնտեղ ընդամենը 1.5 կիլոմետր հատված է պակասում Երասխից մինչև Նախիջևանի սահման։ Սակայն որպեսզի այդ երկաթուղային կապը լինի, որպեսզի Իրանից բեռները երկաթգծով Նախիջևան, Երևան, Թբիլիսի, Փոթի Բաթումի հասնեն Սևծով եւ այնտեղից գնան Եվրոպա, բացի նրանից, որ պետք է Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները, որպեսզի Իրան-Եվրոպա առևտուրը սկսվի, պետք է նաեւ մեկ այլ կարևոր բան, այն է Նախիջևան-Հայաստան սահմանի բացում։ Առայժմ Նախիջևան-Հայաստան սահմանը փակ է, այսինքն քանի դեռ չի բացվել Նախիջևան-Հայաստան սահմանը, խոսել այդ Իրան-Սևծով երկաթուղային միջանցքի մասին, որը անցնելու է Նախիջևան-Հայաստան-Վրաստան Փոթի Բաթումի Սևծով, հնարավոր չէ։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բացվի Հայաստան-Նախիջևան սահմանը, այսինքն մենք ունենանք Երասխ-Նախիջևան երկաթգծի գործարկում։ Ես մի շատ թարմնորություն ասեմ ձեզ համար, դուք գիտեք, որ Բրյուսելում է գտնվում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը եւ այնտեղ նա այսօր, եթե չեմ սխալվում, համատեղ մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել Եվրոպական ներդրումային բանկը, Եվրոպական հանձնաժողովը եւ այդ մեր նախարարությունը, դա վերաբերում է նույն ձեր ասած այդ հատվածին, բայց խորհրդատվության վերաբերյալ, այսինքն Եվրոպայից կարծեք թե աջակցության վերաբերյալ ինչ որ քայլեր են անում եւ դա միգուցե եւ պատահական չի, հա, միգուցե արդեն քննարկումներ ներքին, որը այդքան էլ շատ չի դեռ բացահայտ այդ ուղղությամբ գնում են, կարելի է ակնկալել, որ այդ ուղղությամբ նույնպես զարգացումներ կարող են լինել։ Տեսեք, ես ինչքանով եմ պատկերացնում, խոսել Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակման մասին, թրիփից բացի, թրիփը այլ պատմություն է։ Թրիփը դնենք մի կողմ, խոսել Հայաստան-Ադրբեջան այլ սահմանային անցակետերի բացման մասին, դա կլինի Հայաստան-Նախիջևան, դա կլինի, չգիտեմ, Իջևան-Ղազախ եւ այլն, հնարավոր է բացառապես խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Համենայնդեպս դա Ադրբեջանի շատ հստակ դիրքորոշումն է։ Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, Հայաստան-Ադրբեջան սահմանները չեն բացվելու բացառությամբ թրիփի, որովհետև հասկանալի է թե ինչու Ադրբեջանը թրիփը առանձնացնում է։ Այսինքն նույնիսկ եթե չկա խաղաղության պայմանագիր, թրիփը պետք է լինի, որպեսզի մենք կապենք Թուրքիայի հետ, բայց քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, մնացած բոլոր սահմանները պետք է փակ մնան։ Խոսքը իդեպ վերաբերում է նաև Հայաստան-Թուրքիա սահմանին, որի մասին գիտեք դեռ 4 տարի առաջ կա պայմանավորվածություն, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը պետք է բացվի, պայմանավորությունը ձեռք է բերվել 4 տարի առաջ, 2022 թվականի հուլիսին, եւ այս 4 տարվա ընթացքում մենք 100-ից ավելի ժամկետներ ենք լսել, որ շուտով դա կիրականանա, ասենք ամենավերջի ժամկետները դա 2026-ի փետրվարի 1, 2026-ի մարտի 1, 2026-ի հունիսի 1, խոսքով 4 տարի անցել է, սահմանը մնում է փակ։ Հիմա Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է, նորից եմ ասում, քանի դեռ չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները պետք է մնան փակ բացառությամբ թրիփի։ Որպեսզի լինի խաղաղության պայմանագիր, բոլորս գիտենք Ադրբեջանի այդ նախապայման պատրվակի մասին։ Դուք պետք է փոխեք ձեր սահմանադրությունը։ Բոլորս ենք հասկանում, որ սահմանադրություն փոխելը շատ բարդ գործընթաց է, ազգային ժողով, 2/3, հանրաքվե, ներքաղաքական լարվածություն եւ այլն եւ այլն։ Եվ Ադրբեջանն էլ դա շատ լավ հասկանում է, որ դա շատ բարդ գործընթաց է, այսինքն իմ գնահատմամբ Ադրբեջանը միտումնավոր կամ կանխամտածված այնպիսի պահանջ է դրել Հայաստանի իշխանությունների առջև խաղաղության պայմանագրի ստորագրելու համար, որի կատարումը, այսպես ասենք, քիչ հավանական է կամ ենթադրում է շատ երկար ժամանակահատված։ Ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում որևէ ցանկություն չունեն ոչ միայն ձգձգվի խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև ձգձգվի ապաշրջափակումը Հայաստանի, որտեղ եթե դու հստակ ասում ես չկա խաղաղության պայմանագիր, չկա ապաշրջափակում, եւ մյուս կողմից անում ես ամեն ինչ, որպեսզի չլինի խաղաղության պայմանագիր, նշանակում է դու ամեն ինչ անում ես, որպեսզի չլինի ապաշրջափակում։ Միևնույն ժամանակ հայտարարում ես, որ այդ թրիփը եւ ապաշրջափակումը դրանք տարբեր բաներ են։ Առանց խաղաղության պայմանագրի պետք է լինի միայն թրիփ, որը Հայաստանի ապաշրջափակման հետ զրո առնչություն ունի, որտեղ միայն թրիփը Հայաստանը չի ապաշրջափակում։ Միայն թրիփը ընդհանրապես ստեղծում է նոր հավելյալ ճանապարհ Ադրբեջանը Նախիջևանով Թուրքիային կապելու համար։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի այս պայ դիրքորոշումը հետևյալն է. անում ենք ամեն ինչ, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագիր կամ հնարավորինս ուշ ստորագրվի։ Դա նշանակում է, որ անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հնարավորինս երկար մնա շրջափակման մեջ, միևնույն ժամանակ ստանում ենք թրիփը, այսինքն կապ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան եւ Նախիջևանից էլ միանգամից Թուրքիա, որտեղ որպեսզի Նախիջևանից գիտեք այդ բոլոր խոսակցությունները, որ ադրբեջանական եւ կենտրոնական ասիական բեռները ցանկալի է, որ Նախիջևանից նաեւ Հայաստանի տարածքով գնան Թուրքիա։ Նկատի ունեմ Նախիջևան, Երևան, Գյումրի կարգ։ Բայց որպեսզի այդ բեռները գնան
Նախիջևան-Երևան-Գյումրի-Կարս երթուղով նախ պետք է բացվի Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանը։ Բայց քանի որ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ դա հնարավորինս ուշ բացվի, որպես պատրվակ շատ լավ օգտագործելով այդ համանդրական փոփոխությունները։ Այո, բայց թրիպի կառուցման համար էլ դեռևս մի քանի տարի կպահանջվի, այդ ընթացքում չի բացառվում, որ այդ ձեր ասած մյուս Նախիջևան, Երասխ եւ այլն այդ կապն էլ դրանք ամեն դեպքում շատ ավելի շուտ վերականգնման ենթակային, քան թրիպն ինքը կառուցվի։ Տեսեք, ենթակառուցվածքային կամ տնտեսական առումով միանշանակ, որտեղ ես ինքս եմ ասում, որ ընդամենը 1 ամսում հնարավոր է գործարկել Հայաստան Իրան երկաթգիծը Նախիջևանի տարածքում, բայց խնդիրը այստեղ Ադրբեջանի քաղաքական որոշման մեջ է։ Շատ լավ, իսկ մենք նաև իմացանք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է գալիս Հայաստան եւ նաև Բաքու, հնարավոր է դա խթան հանդիսանալ այդ խնդիրները լուծելու համար։ Հնարավոր է, բայց Եվրոպան այն մեծ ազդեցությունը չունի, ինչը կարող է ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ավելի մեծ ազդակ հաղորդել այդ հարաբերությունների կարգավորմանը։ Տեսեք, ակնհայտ է, որ Եվրամիությունը չի պատրաստվում Ադրբեջանին ստիպել, որպեսզի Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր նախքան Սահմանադրության փոփոխությունը։ Եվրամիությունը դա չի պատրաստվում անել, եթե փորձի էլ անել, այտենց շատ փափուկ ձևով Ադրբեջանում Եվրամիությունը կասեն դրա մասին մոռացեք, անցանք ավելի կարևոր հարցերի։ Իսկ կարևոր հարցերը դա գազի մատակարարումն է եվրոպական երկրներ, նավթի մատակարարումն է եվրոպական երկրներ եւ այլն։ Իհարկե Միացյալ Նահանգները ավելի մեծ հնարավորություն ունեն, մանավանդ հաշվի առնելով նախագահի էքսցենտրիկ բնույթը, որը շատ հաճախ կարող է նույնիսկ անձնական սպառնալիքներ տեղալ եւ այլն, ինչքանով Միացյալ Նահանգները դա կանեն չգիտեմ, որտեւ նույն Թրամփը բոլոր հնարավորություններ ուներ, այսպես ասենք, ճակերտավոր հարկադրել Ալիևին, որպեսզի Վաշինգտոնում ոչ թե նախ ստորագրվեր խաղաղության պայմանագիրը, այլ ստորագրվեր։ Մենք ինչ էր խանգարում, որպեսզի Թրամփը Ալիևին համոզի կամ ստիպի, որպեսզի Վաշինգտոնում 2025-ի օգոստոսի 7-ին պայմանագիրը ստորագրվեր։ Բարդ է ասել, բայց դա չարվեց, բայց ես եվրոպացիների հետ հույսեր կապել, որ Եվրոպական միությունը կարող է համոզել կամ հարկադրել Ադրբեջանին, որ նրանք հրաժարվեն այդ համանդրության փոփոխման նախապայմանից եւ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, կամ որ Եվրամիությունը կարող է համոզել Էրդողանին, որպեսզի նա ամբողջությամբ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում բացի սահմանը նախքան Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը, եվրոպացիների կողմից նման քայլի հավանականությունը ես գնահատում եմ բավականաչափ ցածր։ Միացյալ Նահանգները կարող են դա անել, բայց այստեղ էլ այս հնարավորությունների պատուհանը չեմ կարծում շատ երկար է տևելու, որովհետև գիտեք, արդեն 2026-ի նոյեմբերին Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրություններ են, ամենայն հավանականությամբ դեմոկրատները որոշակի հաջողություններ կունենան, դրանից հետո կսկսվի Թրամփի հանդեպ տարբեր, այսպես ասենք, հետաքննությունների, չի բացառում նաև իմպիչմենտի գործընթաց, ինչը նշանակում է, որ Թրամփը ավելի շատ զբաղված է լինելու իր սեփական անվտանգությամբ, առնվազն որպեսզի 2029-ի հունվարից հետո օրենքի առջև չկանգնի եւ նաեւ բուն հանրապետականների շրջանում կուժեղանա մրցավազքը կամ լալվածությունը, իսկ ով է լինելու հանրապետականների թեկնածուն 2028-ի նոյեմբերի նախագահական ընտրություններում, հետաբար եթե առաջիկա 4-5-6 ամիսների ընթացքում այս արատավոր շրջանը չճեղքվի, արատավոր շրջան ասելու նկատի ունեմ, երբ Ադրբեջանը ասում է խաղաղության պայմանագրի ստորագրում միայն Սահմանադրության փոփոխությունից հետո եւ բ Թուրքիան ասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Եթե այս առաջիկա ամիսներին այս արատավոր շրջանը չի կոտրվում, իսկ կոտրվելու համար երևի թե քիչ թե շատ իրատեսական հնարավորություն դա կոտրելու համար Միացյալ Նահանգները ունի, ապա վախենամ, որ չնայած բոլոր հուշագրերին, հայտարարություններին, հանդիպումներին, քննարկումներին մենք հայտնվենք 2027 թվականին մի իրավիճակում, երբ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը շարունակում է մնալ արկախված, այստեղ մնում է միայն թրիփի իրականացումը, որը ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան եւ ոչ էլ Միացյալ Նահանգները խաղաղության պայմանագրի ստորագրմանը չեն կապում, այսինքն նրանց պատկերացմամբ հնարավոր է սկսել թրիփի շինարարություն առանց խաղաղության պայմանագրի, բայց այստեղ էլ ես նշեցի, մենք ունենք Իրանի դժգոհություն կամ մտահոգություններ եւ չմոռանանք Ռուսաստանի մասին։ Երբ դուք խոսեք ռուս փորձագետների հետ, նրանց դիրքորոշումն էլ է շատ հստակ։ Ռուսաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի թրիփը չլինի։ Լավ, Ռուսաստանին հաջորդ թիվ կանդրադառնանք, պարոն Պողոսյան, ես ուզում եմ նաև հասկանալ ինչի մասինն էր այս Ադրբեջանի հետ այս հարաբերությունների ինտենսիվության կամ նորմալացման ուղղված քայլերը, դրան զուգահեռ նաև արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ այդ խոսույթը կամ գիտեք Նախիջևանում վերջերս անցկացված այդ գիտաժողովը թե համաժողով ամեն դեպքում այդ միջոցառումը ու նաև Թուրքիայում որոշ շրջանակներում, քաղաքական շրջանակներում հնչող այն հայտարարությունները, թե թրիպը այնուամենայնիվ դա
թուրանական միջոցք է, այո, ինչի մասին են դրանք պարզապես հայլային այդ արտահայտությունն են, ինչպես մեր իշխանություններն են ասում, Հայաստանում վերադարձ Ադրբեջան, վերադարձ Արցախ կամ արցախցիների վերադարձի իրավունք, արցախցիների դրոշ ազգային ժողովում եւ այլն նման հայտարարությունների եւ երևույթների հայլային անդրադարձն է, ինչպես իշխանություններն են նորից ասեմ պնդում, թե պարզապես դրանք հետևողական քաղաքականություն են։ Տեսեք, դա չի կարող լինել հայլային արձագանք, որտեղ որպեսզի հայլային արձագանք լինի, նախ պետք է լինի ինչ-որ մի բան, որին դու հայլային ձևով արձագանքես։ Հայաստանում իշխանությունների մակարդակով հստակ ասված է, որ Արցախը թեման փակված է, Արցախայրի վերադարձի իրավունքի թեման փակված է, Արցախը մոռացված է, դա իշխանությունների հստակ դիրքորոշումն է։ Բայց քաղաքական շրջանակներ կան, որոնք բարբերաբար եւ բավականին նպատակային բարձրացնում են այդ հարցը։ Քաղաքական շրջանակներ կա, բայց Ադրբեջանում արևմտյան Ադրբեջան թեման չեն բարձրացնում ընդդիմադիր քաղաքական շրջանակներ, որոնք Ադրբեջանում չկան էլ, որտեղ ընդդիմադիրները կամ բանտում են, կամ Ադրբեջանից փախել են, կամ արդեն սպանված են։ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջան թեման առաջ է մղվում եւ զարգացվում է Ադրբեջանի նախագահի անմիջական հովանու ներքո։ Այսինքն չի կարելի համարել հայլային արձագանք մի բան, որ անում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եւ մեկ բան, որ Հայաստանում անում են որոշ կուսակցություններ կամ Սփյուռքում անում են ինչ-որ անհատ գործիչներ։ Հիմա ես որպես ֆիզիկական անձ, ես էլ կարող եմ ամեն օր իմ սոցիալական էջերում տեղադրել նյութեր եւ ասել, որ այո, Արցախայրի վերադարձի իրավունքը պետք է պահպանվի։ Եվ եթե մենք ասենք, որ այ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անմիջական հովանավորությամբ, մասնակցությամբ պետական ապարատի ամբողջ ներգրավմամբ արևմտյան Ադրբեջան կոնցեպտի առաջ մղումը հայլային արձագանք է որևէ ֆիզիկական անձի կամ որևէ քաղաքական կուսակցության ինչ որ գործնեության, բնականաբար ոչ։ Հետևաբար այստեղ ես այդ հայլային արձագանք մոտեցումը չեմ ընդունում, որտեղ իմ գնահատմամբ հայլային արձագանք ուղղակի չկա։ Ինչի մասին այս ամբողջ արևմտյան Ադրբեջան այս խոսույթը իմ գնահատմամբ տարբեր պատճառներ կարող են լինել, ինչու է դա առաջ մղվում։ Իմ կարծիքով տեսեք, Ադրբեջանի նման պետություններում, որոնք այսպես ասենք կոշտ ավտորիտար պետություններ են, բավականին եւ ձգտում են նույնիսկ տոտալիտար ավտորիտար պետությունների, իշխանությունը պահպանելու կարևոր հնարավորություններից մեկը դա անընդհատ արտաքին թշնամու կերպարի ստեղծումն է եւ հանրությանը ասելու, որ տեսեք, մեծ թվով անարդարություններ կան, շատ թվով աղքատներ կան, իսկ այսպես ասենք պետական պաշտոնյաներ եւ առավել եւս իշխող ընտանիքը միլիարդավոր դոլարների մեջ է թաթախված եւ վայելում է կյանքը, կոռումպացված է մինչեւ վերջ, բայց դուք այդ բոլորի վրա պետք է աչք փակեք, որտեղ մենք ունենք արտաքին թշնամի։ Բոլորս պետք է համախմբվենք, լուծենք պարտության մատնենք արտաքին թշնամուն, այդ դրանից հետո արդեն կմտածենք, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, որ օրինակի համար չպետք է ունենալ նույն ընտանիքից երկրի ղեկավար 30 տարի պլյուս, հայր որդի եւ այլն եւ այլն։ Հիմա մինչեւ 2023 թվականը, տեսեք, ի սկզբանե արտաքին թշնամին հայերն էին, բայց դա այսպես տեսությունից բացի կա նաեւ կոնկրետ կերպար, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր, որ մեր արտաքին թշնամին հայերն են, սակայն դա կոնկրետ ինչպես է արտացոլվում, դա Արցախի Հանրապետությունն է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Այն պետք է ոչնչացվի։ Հետևաբար դուք պետք է բոլորդ մոռանաք այն սարսափելի անարդարությունների, ապօրինությունների, կոռուպցիայի թալանի եւ այլնի մասին, ինչով Ադրբեջանը ծաղկում է, որովհետեւ բոլորս միասին լուծենք մեր համազգային հարցը։ Պետք է ոչնչացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հիմա հասկանալի է, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո այլևս սա չի աշխատում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչնչացված է։ Բայց Ադրբեջանում իշխանության բնույթը չի փոխվել։ Նրանց նորից պետք է արտաքին թշնամի, իսկ քանի որ արդեն 35 տարի մարդկանց ուղեղը ամեն օր լցրել են, որ հայերի դեր թշնամին են, բնականաբար ինչու ստեղծել ինչ-որ նոր թշնամի, միջոցներ ծախսել եւ այլն, երբ արտաքին թշնամին կա, բայց բացի արտաքին թշնամու այդ մտային պատկերից պետք է լինի նաեւ կոնկրետ շոշափելի բան։ Մինչեւ 2023-ի սեպտեմբերը շոշափելին Արցախի Հանրապետությունն էր։ Հիմա դա չկա։ Իմ գնահատմամբ իրանք փորձում են այդ շոշափելին ստեղծել նոր շոշափելի բան արևմտյան Ադրբեջան, որ այսինքն դուք պետք է ձեր աչքերը փակեք այն ամեն աբսուրդի վրա, ինչ կատարվում է Ադրբեջանում, քանի դեռ մենք չենք ստեղծել կամ վերականգնել արևմտյան Ադրբեջանը։ Այդ դրանից հետո նոր արդեն կսկսենք հասկանալ, թե ինչու օրինակի համար նախագահի ընտանիքը ունի տասնյակ միլիարդավոր դոլարներ, իսկ Ադրբեջանի բնակչության 40%-ը աղքատության մեջ է։ Ընդունել դա, որքան այն կարող է դառնալ պետական ծրագիր, որովհետև Ղարաբաղի հարցը այլ է, արևմտյան Ադրբեջանը այլ է, եւ որքան դիմակայություն այն պետք է գտնի Հայաստանում, ինչ պետք է անի Հայաստանը։ Չէ, տեսեք, նախսենք նայել, որ դա արդեն դարձել է պետական ծրագիր։ Այսինքն դուք ասում եք կարող է դա դառնալ պետական ծրագիր, դա արդեն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը վաղուց արդեն պետական ծրագիր է։ Հետեւաբար ոչ թե կարող է դա դառնալ պետական ծրագիր, թե ոչ, այն արդեն պետական ծրագիր է։ Ինչքանով պետք է լուրջ մոտենալ, մոտավորապես այնքան լուրջ, ինչքան ասենք 2000 օրինակ հիշենք մեր հարաբերականում վաղ անցյալը, երբ որ օրինակ
2003 թվականին Իլհամ Ալիևը առաջին անգամ ընտրվեց նախագահ, եթե հիշում եք, կամ 2008 թվականին երբ վերընտրվեց։ Եվ օրինակի համար իր ելույթը երթման արարողության ժամանակ։ Ես ասում եմ 2003 գնանք հնարավորինս հետ, այսինքն 23 տարի առաջ։ Եվ այնտեղ նա հայտարարում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ամբողջությամբ վերականգնվելու է, ադրբեջանցիները վերադառնում են Խանքենդի եւ օկուպանտ հայերը պարտություն ընկնելու, ստորացվելու են եւ այլն։ Օրինակ 2003 թվականին ինչքանով էր այդ դա լուրջ ընդունվում Հայաստանում։ Չէ, 2003 թվականին մենք Հայաստանում զբաղված ենք այլ խնդիրներով։ Մեր մոտ էլ են նախագահական ընտրություններ եւ այլն, բայց ինչքանով ես եմ հիշում, այն ժամանակ ես կարծես թե ասպիրանտ էի, մարդկանց մեծ մասը կամահարանքով են վերաբերում, դե ասում էին Ալիևը ընդհանրապես ոչ մի բանի չի հասկանում, հորթևերի տակ մեծացած մարդան ընդհանրապես ինչ գիտի, շուտով նրան իշխանությունից կտապալեն, հայրը մահացավ, շուտով նրան իշխանությունից կհեռացնեն, թող ինչքան ուզում է խոսի։ Նույնը նաև 2008 թվականին։ Հիմա մենք գիտենք ինչ տեղի ունեցավ 2003-ից մինչև 2026 ընկած ժամանակահատվածում։ Լավ, անդրադառնանք նաև Ռուսաստանին, այլ մենք նախընտրական շրջանում բավականին կոշտ հակազդեցություն ունեցանք Ռուսաստանից, ընդհանուր մինչև տնտեսական պատժամիջոցներ դրանք կային, բայց այլ ավելի խորացան, բայց իշխանությունների ու մեր ակնկալիքն այն էր, որ ընտրություններից հետո այն կարող է մեղմանալ, որտեղ դա կարող է ունենալ նախընտրական տրամաբանություն, օգնելով այստեղ Պուտինի ասած ռուսամետ ուժերին։ Բայց ընտրություններից արդեն տևական 20 օր է մոտավորապես անցել, բայց այդ մեղմացումը չկա, հակառակը պահանջները ավելի են խստանում, ավելի են ուժեղանում եւ ընդլայնվում։ Ինչու եւ ինչ ակնկալ ենք հիմա մենք Ռուսաստանից։ Ես անկեղծ չունեի նման ակնկալիք, որ ընտրություններից հետո պետք է ամեն ինչ փոխվի, որովհետեւ իսկ ինչու պետք է ամեն ինչ փոխվի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ընտրություններից հետո ես կգնամ եւ ամեն ինչ կկարգավորեմ, կա նաեւ ԵԱՏՄ երկու հարթակներ, երկու կառավարման մարմիններ, որոնց ինքը անդամ է եւ այդ բոլոր միջոցներով ինքը դա կանի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, այլ բարձրաստիճան կառավարության անձինք ասում են, որ հունիսի 8-ից ամեն ինչ կկարգավորվի կամ հունիսի 9-ին վարչապետը արդեն կլինի Մոսկվայում։ Երեք Ռուսաստանի նախագահի խորհրդականին կամ օգնականին Ուշակովին երբ հարցերին ուղակի երբ է նախատեսվում Հայաստանի վարչապետի այցը, ասեց դեռևս ոչ մի կոնկրետություն չկա, հնարավոր է այցը լինի շատ հեռավոր ապագայում։ Հիմա Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է։ Իրենց քայլերը պայմանավորված են իրենց պատկերացմամբ Հայաստանի քայլերից։ Այսինքն, իրենք ասում են հարգելի Հայաստանի Հանրապետություն։ Գրեթե բոլորը խոսում են, որ Եվրոպական միությունը ինտենսիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Ոչ թե պրոքսի պատերազմի, այն ինչ տեղի ունենում Ուկրաինայում, այլ ուղղակի պատերազմի։ Կարող եք լսել Գերմանիայի կանցլերից մինչև Լեհաստանի նախագահի հայտարարություններ, որ ամենայն հավանականությամբ 2029-2030 թվականին հնարավոր է, եւ հնարավոր է այսպես ասենք գոնե 30-40% հավանականությամբ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի եւ Եվրոպական միության միջև։ Հիմա ռուսները ասում են, եթե դուք հայտարարում եք, որ շարունակում եք ցանկանում եք գնալ դեպի Եվրոպական միություն, իսկ այդ հայտարարությունները կան, եւ բացի այդ, այսպես ասենք, կոնկրետ քայլեր եք ձեռնարկում, ընդունում եք օրենք 2025 թվականին, որը իհարկե ոչ մի կապ չունի բուն իրավական առումով process-ի մեկնարկել, բայց առնվազն քաղաքական հայտարարություն է։ Այստեղ կազմակերպում եք Հայաստան ԵՄ գագաթնաժողով, նկատի ունեմ 2026-ի մայիսի սկիզբը, եւ նաեւ ինտենսիվացնում եք ձեր կապերը Եվրոպական միության հետ, ստորագրում եք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ 2025-ի դեկտեմբերին, արդեն երկրորդ Եվրոպական միության դիտորդական առաքելությունն եք բերում, այսուտ երկրորդ առաքելությունն եք բերում Հայաստան։ Առաջինը դիտորդական առաքելություններ, երկրորդը այդ համագործակցության առաքելությունը EUPM-ը, որը արդեն Հայաստանում գործում է։ Այսինքն դուք հայտարարում եք, որ մենք ինտենսիվորեն խորացնում ենք մեր հարաբերությունները այն կազմակերպության հետ, որը ինքը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Հետևաբար, եթե ձեր դիրքորոշումը դա է, որ դուք խորացնելու եք ձեր հարաբերությունները այն կազմակերպության հետ, որը մեր դեմ պատերազմի է պատրաստվում, բայց այնպես չի, որ պատերազմը սկսել են արևմտյան կողմն է սկսել, պատերազմը սկսել է հենց Ռուսաստանն ինքը։ Չէ, ես չեմ ասում պատերազմը ով է սկսել, թե ով չի սկսել, ես ասում եմ, որ Ռուսաստանը ասում է, որ Եվրոպական միությունը, հիմա դուք մենք կարող ենք վիճել ասել, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ ոչ մի պատերազմել չի պատրաստվում, կամ կարող ենք ասել, որ Եվրոպական միությունը ընդհանրապես պատրաստվում է դիմակայել Ռուսաստանի հարձակմանը, որովհետև Ռուսաստանը կարող է հարձակվել Լեհաստանի վրա, Լատվիայի, Լիտվայի վրա, ամեն ինչ կարելի ասել։ Ես ասում եմ Ռուսաստանի տեսակետից, որ Եվրոպական միությունը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ, դուք ինտենսիվորեն խորացնում եք ձեր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Հետաբար այս պայմաններում մենք չենք կարող Հայաստանը համարել մեզ բարեկամ պետություն։ Եթե Հայաստանը չի կարող համարվել մեզ բարեկամ պետություն, ինձ թվում է առայժմ Հայաստանը այնտեղ ընկալվում է արդեն, այսպես ասենք, մենք միաշան իջել ենք, եթե առաջ նկատի ունեմ տասնամյակներ մենք բարեկամ պետությունների շարքում էինք,
հիմա մեզ ընկալում է որպես չեզոք պետություններ։ Եվ այնտեղ չեն ընկալում այն հանգամանքը, որ Հայաստանը սկսեց ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների եւ ինչու՞ չէ իրականում դիվերսիֆիկացիան արտաքին բոլոր կապերի այն բանից հետո, երբ որ խնդիրներ ունեցավ Ռուսաստանի հետ զուտ պաշտպանության եւ տնտեսական եւ այլ առումներով եւ անվտանգային առումներով։ Դա ոչինչ։ Դա ոչինչ։ Իրենք ասում են, որ եթե դու այսպես ասած բարեկամանում ես մեր թշնամու հետ, շատ պարզ պրիմիտիվ տրամաբանությամբ չի կարող մեր թշնամու բարեկամը լինել չի կարող իմ թշնամու բարեկամը լինել ինձ բարեկամ։ Հետևաբար ինձ թվում է հիմա մենք արդեն Ռուսաստանում ընկալվում ենք որպես չեզոք պետություն, արդեն բարեկամ չենք միանշանակ, բայց միտումները այնպեսին են, որ Հայաստանը աշճանաբար Ռուսաստանի աչքերում անցում է կատարում դեպի թշնամի պետություն, ինչպիսին Մոլդովան է եւ ինչպիսին Ուկրաինան է։ Վերջնաշով սկսած Ռուսաստանի նախագահից վերջացրած արտաքին գործերի նախարարով արդեն մի քանի անգամ հստակ ուղղակի ասվել է, որ այնինչ անում է Հայաստանը, ժամանակին անում էր Ուկրաինան, եւ մենք տեսանք, որ դա ինչի հանգեցրեց։ Դա հանգեցրեց ռուս-ուկրաինական պատերազմին։ Ինչ կարող է անել Ռուսաստանը այս դեպքում տնտեսական պատժամի, Ուկրաինայի դեպքում հարձակվեց Ուկրաինայի վրա, Հայաստանի դեպքում տնտեսական խորը արդեն պատժամիջոցներ է գնում։ Ինչ կարող է անել Ռուսաստանը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե հապկից կհանեն, թող հանեն։ Չէ, նախ սկսենք նրանից, որ դեռևս մենք չենք կարող ասել, որ շատ խորը պատժամիջոցներ են։ Ռուսաստանը դեռ շատ մեծ լծակներ ունի զուտ տնտեսական առումով։ Ասել, որ Ռուսաստանը, այսպես ասենք, Հայաստանի դեմ տնտեսական գործիքակազմի նույնիսկ կեսն է օգտագործել, ես չեմ կարծում, որովհետև առայժմ տեսեք, չկան արգելքներ Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների վրա։ Օրինակ 2025 թվականին Կենտրոնական բանկի տվյալներով Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է գրեթե 4 միլիարդ ԱՄՆ դոլար, ավելի կոնկրետ 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 13%-ն է։ Ես խոսում եմ 2025 թվականի մասին։ Ֆինանսական փոխանցումների վրա արգելք չկան։ Ռուսաստանում աշխատելու հայ, այսպես քաղաքացիների աշխատելու հնարավորությունների վրա արգելքներ չկան։ Իսկ դրանք 100 հազարավոր մարդիկ են։ Այսպես ասենք Ռուսաստանից Հայաստան գազի գնի եւ բոլոր այդ խնդիրները գիտենք, որոնք կարող են Չէ, ես ընդհանրապես ասում եմ, որ Ռուսաստանը դեռևս իր տնտեսական գործիքակազմի փոքր սպասում է, որ Հայաստանը ետ շրջվի դեպի եվրոինտեգրման ճանապարհից, թե Ռուսաստանը նույնպես ունի այնպիսի խնդիրներ կամ մտահոգություններ, որ Հայաստանը նույնպես որոշակի քայլեր կձեռնարկի, ընդհանուր մինչև այստեղ ռուսական ակտիվների վերաբերյալ կոպիտ քայլեր, ռազմաբազան գոյություն ունի, ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ Հայաստանը նույնպես բազային ունի բազմաթիվ Տեսեք, նույն դուք Ուկրաինայի օրինակը բերեցիք, ասեք Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, բայց ռուս-ուկրաինական հարաբերությունները սկսեցին վատթանալ 2004 թվականից։ Եթե հիշում եք, կան նարնջագույն հեղափոխություն, կար Յուշենկո եւ այլն։ Այսինքն 2004 թվականից հարաբերությունները վատթարացան, 2014-ին ընդամենը տեղ ունեցավ այդ Ղրիմը եւ Դոնեցկի հանրապետության հռչակումը, իսկ լայնածավալ պատերազմը սկսվեց 2022-ին։ Այսինքն այնպես չի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սկսեցին Ռուսաստանի միջև պատերազմ սկսվել, դա տեսականորեն, իսկ օրինակի համար 15 տարի առաջ դուք մտածում եք, որ Կիևը 4 տարի ամեն օր կրմբակոծվի Ռուսաստանի կողմից։ Հնարավոր էր մտածել, որտեղ ամեն դեպքում նրանք սահմանակից են, մենք սահմանակից չենք եւ ինչ պատճառաբանությամբ այնտեղ պատճառները մի փոքր այլ էին, գոնե արտաքին պատճառները, որ ներկայացվում են։ Ժամանակակից աշխարհում պատճառներ միշտ կարելի է գտնել։ Հիմա Միացյալ Նահանգներ, որ Իրանին հարվածեցին, պատճառներ գտան, բայց հիմա ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ նույնիսկ ռուս-ուկրաինական հարաբերություններում այնպես չի, որ հարաբերությունները վատացան 2024-ի հունիսից եւ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմ 2024-ի օգոստոսին։ Եթե լայնածավալ պատերազմի հիմք համարենք ամեն դեպքում 2022-ի փետրվարը, այսպես ասենք 2004-ից մինչև 2022 քանի տարի անում 18 կարծես թե 18 տարի տևեց։ Հիմա Ռուսաստանը ինչու չի անում, ինձ թվում է իրենք դեռևս սպասում են, բայց եթե ամեն ինչ գնա այնպես ինչպես հիմա է գնում, այսինքն Հայաստանը եւ բացի այդ մենք նաեւ չէ Եվրոմիությունից ենք հայտարարություններ լսում, որ մենք աջակցենք Հայաստանին, որ Հայաստանը ենթարկում է Ռուսաստանի հարձակմանը, մենք չգիտեմ ավելի շատ կօգնենք, որ ապրանքներ արտահանվեն դեպի Եվրոմիություն եւ այլն։ Դա ընդհանրապես Ռուսաստանի մոտ կուժեղացնի այն զգացումը, որ այո, Հայաստանը իրոք աշնանաբար բարեկամանում իմ թշնամիների հետ, այսինքն նույնիսկ իմ թշնամին Հայաստանին ասում է, որ ոչ, Ռուսաստանին մի վախեցի, ես քեզ կպաշտպանեմ։ Բնական է այդ դեպքում ինձ թվում է Ռուսաստանը իմ գնահատմամբ, եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես հիմա է, աշճանաբար Ռուսաստանը ավելի ու ավելի կոշտ տնտեսական գործիքակազմ կսկսի իրականացնել։ Հիմա դա կտևի 6 ամսում, դա կտևի տարիների ընթացքում, ինչ գործիքակազմ եւ արդյունքում այս ամեն ինչով կավարտվի, վախենամ այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, այդ թվում նաեւ ես, բայց նորից եմ ասում իմ գնահատականով, եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես է հիմա, կարծում եմ, որ աշճանաբար մենք կտեսնենք ավելի ու ավելի
տնտեսական կոշտ գործիքակազմի կիրառում Հայաստանի նկատմամբ։ Բայց նորից եմ ասում, դա այսպես ասենք շաբաթների խնդիր չի, էլի այդ process-ները տևում են ամիսներ, տևում են տարիներ, եւ դրանց հետևանքները նույնպես տևում են տարիներ։ Իսկ ձեր կարծիքով ավելի շուտ որ ուղղությամբ կգնա Հայաստանը կամ հայ-ռուսական հարաբերությունները ավելի շուտ որ ուղղությամբ կընթանան։ Հայաստանը կշարունակի եվրոպական ինտեգրումը, Ռուսաստանը դրանից ավելի կդժգոհի եւ կապերի ավելի խզում, իսկ այդ խզումը մինչեւ որտեղ կարող է հասնել, թե ոնց։ Ասեք, եվրոինտեգրում բառը ես չէի օգտագործի, որովհետև Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով եվրոինտեգրումից հեռու է։ Ես կասեի, ինչքանով հիմա է հնարավոր հասկանալ եւ գոնե հետեւել նաեւ կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, վերջնաշով իրենք են որոշում Հայաստանը ինչ է անելու։ Կարծես թե կա անկալում, որ այո, Հայաստանը մտադիր է ավելի ինտենսիվացնել շփումները Եվրոպական միության հետ։ Նորից եմ ասում, եվրոպական ինտեգրում բառը ես չէի օգտագործի, որովհետև դրանից մենք սարսափելի կիլոմետրերով հեռու ենք։ Բայց կարծես թե Հայաստանը հակված է ավելի խորացնել, սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, ինչը, ինչպես ես նշեցի, կբերի նրան, որ Ռուսաստանը կսկսի երևի թե ավելի ու ավելի կոշտ տնտեսական գործիքակազմ կիրառել, եւ իդեպ սա կարող է տևել տարիներ։ Վերցնենք ռուս-վրացական հարաբերությունները, մի բան մոռանանք պատերազմը, որովհետև դա մի փոքր ուրիշ էր, այդտեղ կար Աբխազիա, Օսետիա, բայց եթե նույնիսկ դուք ռուս-վրացական տնտեսական հարաբերություններն եք նայում, ապա 2006 թվականից սկսեցին կիրառվել պատժամիջոցներ, հետո 8 տարի անց 2014-ին, երբ որ արդեն Վրաստանում վրացական երազանքներ իշխանության, 2014 թվականից այդ պատժամիջոցները իրականորեն մեղմվեցին։ Հետևաբար, այսպես ասենք, Ռուսաստանը միգուցե եւ կսպասի, մինչեւ այստեղ ավելի Ռուսաստանին լոյալ իշխանություններ կգան, դա կլինի 5 տարի հետո, թե ավելի շուտ, թե ավելի ուշ, դա մեծ պատմության մեջ մեծ ժամանակահատված։ Այո, ենթադրում եմ, որ բնականաբար Ռուսաստանը հակված կլինի, որպեսզի Հայաստանում իշխանության լինեն մարդիկ, ովքեր ոչ թե Ռուսաստանի պատկերացմամբ սերտացնում են հարաբերությունները իր թշնամու եւ իր դեմ պատերազմի պատրաստվող կառույցի հետ, այլ սերտացնում են հարաբերությունները օրինակ նույն Ռուսաստանի հետ։ Իդեպ դա վերաբերում է ցանկացած պետության։ Հիմա նույն ձևով բնականաբար Եվրամիությունում շահագրգռված են, չէ՞ որ աշճանաբար Հայաստանը եւ ցանկացած հետխորհրդային պետություն Ռուսաստանից հեռանա։ Եվրամիությունը շահագրգռված է եւ ինչու, որովհետեւ ցանկացած բան, որ խնդիր է ստեղծում Ռուսաստանի համար, ձեռնտու է Եվրամիության։ Այստեղ ցավոք սրտի այսպես ասած հաշվարկներ կան, որոնք շատ པարզ են։ Ցանկացած բան, որը հավելյալ խնդրեմ է ստեղծում Ռուսաստանի համար, ձեռնտու է Եվրոպական միությանը, ձեռնտու է Ուկրաինային եւ այլն։ Այսպեսով մենք առաջիկայում հայ-ռուսական հարաբերությունների այս լարվածության մեղմացում մենք չենք տեսնելու, լինելու է շատ ավելի սրում։ Տեսեք, ես ինչպես ասում են, չունեմ այդ, ինչպես են ասում այդ crystal ball ասածը հայերեն, այդ բյուրեղյա գնդակը չունեմ, որ հիմա ասեմ ինչ կլինի։ Եթե նման հնարավորություններ ունենայի, հաստատ այլ մասնագիտությամբ կզբաղվեի եւ վերլուծաբանի խնդիրի չի ասել ինչ կլինի, որովհետեւ մենք գուշակներ չենք, որ ասենք սա կլինի, նա կլինի, մենք ընդհանրապես կարող ենք կանխատեսել ինչ հնարավոր սցենարներ կան եւ փորձենք շատ հեռավոր ձևով գնահատել այդ սցենարների հավանականությունը։ Բայց այստեղ էլ քանի որ միլիոնավոր գործոններ կան, նույնիսկ այդ գնահատականները շատ, այսպես ասենք, հեղեղուկ են։ Բայց ամեն դեպքում կան նախադրյալներ, հետևաբար չի ասի ինչ կլինի։ Ոնց ասում ես, վիճակի չեմ ասել ինչ կլինի, որովհետև գուշակ չեմ։ Ես ասում եմ, որ կան նախադրյալներ, որ Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, իսկ Ռուսաստանը կկիրառի ավելի կոշտ տնտեսական գործիքակազմ Հայաստանի նկատմամբ։ Կան նման զարգացման նախադրյալներ։ Դա կլինի թե չի լինի հարաբերությունները մեկի կամ մյուսի հետ, հատկապես որ Ռուսաստանը բարբերաբար զգուշացնում է, որ Հայաստանը պետք է շատ շտապ հանրաքվեով որոշի ԵՄ թե ԵԱՏՄ։ Դե նայած կտրուկ խզում ասելով դուք ինչ եք հասկանում, օրինակ ինչ պետք է լինի, որ դուք չէ, դուք որ ասում եք առանց հարաբերությունները կտրուկ խզելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, օրինակ ինչ պետք է լինի, որ դուք ասեք, այ հարաբերությունները կտրուկ խզվեցին։ Շատ ավելի կոշտ խզելու նկատի ունեմ, Ռուսաստանը դնում է, չէ՞, պահանջը ԵՄ թե ԵԱՏՄ։ Չէ, ուզում եմ ասեմ, օքեյ, հիմա ընդհանրենք Հայաստանը ասում է չեմ որոշում։ Հիմա Ռուսաստանը ինչ պետք է անի, որ ըստ ձեզ ասենք, որ հարաբերությունները խզված են։ Դա որ քայլն է, ուզում եմ ասեմ, դա շատ օրինակ հիմա եթե վաղը Ռուսաստանը, լավ վաղը չէ, դեկտեմբերի 1-ին ասեց, որ գազի գինը 100%-ով բարձրացնում է։ Հիմա դա համարենք, որ հարաբերությունները խզված են, թե չէ։ Իսկ վերջին հարցը Հայաստանը ունի դիմակայելու ռեսուրս Ռուսաստանի պատժամիջոցներին կամ հակազդեցություններին, հակազդելու հնարավորություններ ունի։ Տեսեք, ես տնտեսագետ չեմ, հետեւաբար չեմ ուզենա տնտեսագիտական գնահատականներ տալ եւ ասել այ տեսեք, մեր հնան կնվազի 3%-ով, ինֆլյացիան կավելանա 6%-ով կամ հակառակը։ Հակադիր քայլը Ռուսաստանին կարող ենք ինքներս հրաժարվել ռուսական գազը գնելուց։ Ասենք որ մենք չենք սպասում մինչև դուք գինը բարձրացնեք, մենք ինքներս չենք գնում, փորձում ենք գնել գազ, չգիտեմ, Ադրբեջանից կամ փորձում ենք բերել Թուրքմենստանից Իրանով,
եւ նման բաներ, բայց զուտ, այսպես ասենք, չլինելով տնտեսագետ, բայց իմ ինտուիցիան ինձ հուշում է, որ բնականաբար հաշվառնելով նաեւ եվրոպական միության պոտենցիալ օգուտները եւ այլն, հասկանալի է, որ կա հնարավորություն Ռուսաստանի տնտեսական, եթե նորից եմ ասում, ավելի կոշտ գործիքներ կիրառվեն, որտեղ առայժմ շատ կոշտ գործիքներ չեն կիրառվել, բայց եթե Ռուսաստանը սկսի կիրառել առավել կոշտ գործիքներ, կարծում եմ Հայաստանը ունի հնարավորություն ցավը մեղմելու։ Այդ ցավ ասելով նկատի ունեմ տնտեսական ցավի մասին, բայց բնականաբար այդ ցավը չի կարող դառնալ 0։ Եթե ընդունենք ցավը, ասենք, չափենք դեցիբելներով, ընդհանրենք 20 դեցիբել, որտեղ մեկը գրեթե ցավի բացակայությունն է, իսկ 20 դեցիբելը սարսափելի ցավն է, որտեղ դու պետք է, չգիտեմ, 10 ցավազրկող խմես։ Հիմա պարզ է, որ եթե Ռուսաստանը դիմի կոշտ միջոցների, մեր ցավի դեցիբելը կբարձրանա, եվրոպացիների կամ ամերիկացիների օգնությամբ հնարավոր կլինի դա մի քիչ նվազեցնել, բայց ամեն դեպքում մենք բավականաչափ ցավ զգալու ենք, բայց դա զուտ իմ ոչ մասնագիտական գնահատականն է։ Իսկ ձեր կարծիքով հաջորդ թիվ, իհարկե մեծ ժամանակահատվածում 5 տարի հետո կամ միգուցե ավելի շուտ Հայաստան կընթանա կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կնմանվեն Վրաստան-Ռուսաստան, դուք Վրաստանի օրինակ բերեցիք 14 թվականի վրացական երազանքի իշխանության գալու այդ օրինակը բերեցիք, նման հեռանկար կա, ավելի հավանական է թե ոչ Հայաստանի դեպքում։ Նման հնարավորություն կա, իհարկե շատ բան կախված է նաև նախ ինչպես կավարտվի ուկրաինական պատերազմը, երկրորդ կլինի իրոք մեծ եվրոպական պատերազմ, թե չէ։ Ես նշեցի, որ շատերն են հիմա գնահատում, որ մեծ եվրոպական պատերազմի հավանականությունը, որտեղ ուղղակի կա պատերազմ Ռուսաստան-Լեհաստան կամ նույնիսկ Ռուսաստան-Գերմանիա, առաջիկա 4 տարիների ընթացքում դրա հավանականությունը արդեն գնահատվում է 25-30%, եւ դա իհարկե սարսափելի է, որովհետեւ վախենամ այդ դեպքում գոնե տակտիկական միջուկային զենքի կիրառումից մենք չենք խուսափի եւ շատ սարսափելի հետևանքներ կլինեն, բայց եթե հուսանք, որ այսպես ասած Եվրոպայում կատաստրոֆա տեղի չունենա եւ ռուս-ուկրաինական պատերազմն էլ կկանգնի այնպես, որ դա չի ընկալվի որպես Ռուսաստանի ռազմավարական պարտություն, այսպես ասենք, գոնե դա կընկալվի որպես ոչ ոքի, ոչ Ռուսաստանը հաղթեց, ոչ էլ Արևմուտքը, ապա այդ դեպքում, նորից եմ ասում, չկա լայնածավալ եվրոպական պատերազմ ուղղակի բախում Ռուսաստանի եւ եվրոպական պետությունների միջև եւ բ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվում է գոնե ոչ ոքի արդյունքով, ապա Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդումը եւ ըստ այդմ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի, չասեմ ամբողջական հետ վերադարձ, բայց ինչ որ հարաբերությունների նորմալացման կամ կարգավորման հավանականություն այո կա, բայց դա երևի մենք խոսում ենք ինչ որ տարիներ անց, չգիտեմ քանի տարի անց։ Լավ, շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը։